Հունիսի 1-ին աշխարհը նշում է կաթի համաշխարհային օրը։ Մի քանի տարի առաջ Երեմյան ընկերությունների խումբն այս նախաձեռնությունը բերեց նաև Հայաստան, այն դարձնելով կաթի սիրահարների տոնացույցի սպասված ու անբաժան իրադարձություններից մեկը։ Տոնի գլխավոր նպատակը հանրության ուշադրությունը առողջ սննդի և առողջ ապրելակերպի կարևորության վրա հրավիրելն է, իսկ այդ մշակույթի անբաժան մասերից մեկն էլ կաթի օգտագործման ավանդույթն է, որը շարունակում է կարևոր դեր ունենալ հավասարակշռված ու առողջ սննդակարգի ձևավորման գործում։ Երեմյան կաթնամթերքը հավատարիմ մնալով իր սերմից սեղան նորարարական հայեցակարգին շարունակում է առողջ հասարակության կերտման իր առաքելությունը։ Ընկերությունն ունի Հայաստանում ամենամեծ խելացի տոհմային անասնապահական ֆերման, երկրում միակ սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում ունեցող կաթնամթերքի գործարանը, ինչպես նաև մանկական կաթի արտադրության համապատասխան վկայագրում։ Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեց Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին, հատկապես ֆերմերներին, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել այս լայնածավալ ու պատասխանատու գործունեությունը։ Մեր գործարանը 1 ամիս առաջ ևս վերահաստատեց միջազգային մեր ստանդարտներով աշխատելու ցուցանիշները, FSS 22000 ստանդարտներով աշխատանքը, աուդիտ անցանք և հաստատեցին մեր աշխատանքային պրոցեսը, նաև Դավիթ Երեմյանի խոսքով մենք գրեթե ամեն օր օգտագործում ենք կաթ, կաթնամթերք և մսամթերք, սակայն հաճախ չենք պատկերացնում, թե որքան մեծ աշխատանք է կատարվում այդ արտադրանքի ստեղծման ճանապարհին, ֆերմայից մինչև սպառողի սեղան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ դոկտոր Սիդդհարթա Սանքարա Դատան ևս կարևորեց նման նախաձեռնությունների դերը, ընդգծելով առողջ սնուցման մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը։ As we are marking the World Milk Day today here in the Yeremyan factory, it is also an opportunity for us to recognize the role of milk and dairy products in nutrition, food systems, agriculture and local livelihood. Միջոցառման մասնակիցներին իր շնորհակալական խոսքն ուղղեց նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը։ Նա նշեց, որ առողջ ապրելակերպի հիմքերը ձևավորվում են դեռ մանկուց և ուղեկցվում են մարդու ամբողջ կյանքի ընթացքում, իսկ այդ ճանապարհին առանցքային նշանակություն ունի ճիշտ և հավասարակշռված սնուցումը։ Երեխաների առողջության մեջ ներդրումը, յուրաքանչյուր ներդրումը դա մեր երկրի ապագայի մեջ ներդրումն է։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորին, բոլոր երեխաների տոնի առթիվ, կաթի օրվա, միջազգային օրվա առթիվ եւ երեխաներ ջան, թող ձեր մանկությունը լինի ուրախ, հետաքրքիր, լի բացահայտումներով եւ ամենակարևորը լինի անվտանգ, խաղաղ եւ առողջ։ Բացման պաշտոնական հատվածից հետո մեկնարկեց առողջ բնական, անվտանգ հանրային առողջություն եւ սպառողական վարքը խորագրով պանելային քննարկումը, որի ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձան առողջ սննդի, սպառողական վարքագծի եւ սննդամթերքի անվտանգության արդիական հարցերին։ Քննարկումից հետո Երեմյան ընկերությունների խումբը հյուրերի համար բացեց իր արտադրական համալիրի դռները, կազմակերպելով ջերմ հյուրասիրություն։ Հարկ է նշել, որ 2022 թվականին ՀՀ կառավարության Եվրասիական զարգացման բանկի եւ Երեմյան ֆարմի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր արտադրության ամբողջական ցիկլի զարգացման նպատակով։ Արդեն 2023 թվականի հոկտեմբերին Լոռու մարզի Տաշիր համայնքում բացվեց Հայաստանի ամենամեծ խելացի եւ ժամանակակից տոհմային անասնաֆերման, 2500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար, որոնցից 1500-ը կթու կովեր են։ Ընկերության գործունեության ծավալները տպավորիչ են նաև թվերով։ Մինչև օրը ստացվել է ավելի քան 28 միլիոն լիտր կաթ, մշակվել տարեկան շուրջ 1200 հեկտար հող, արտադրվել է 50,000 տոննա կեր, ինչպես նաև կառուցվել է 86,000 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության շինություն։